հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է, քաղաքացիական պայմանագիրը եւ իր քույր կառույցը Երևանի ավականուն նիստում թանկացրել էին քաղաքային տրանսպորտը մինչև 300 դրամ էր թանկանալու եւ մեր բոլորի պայքարի արդյունքում իջեցրեցին իբր 150, բայց դա մեզ չէր բավարարում եւ մենք շարունակել ենք պայքարը։ Կիրառել ենք բոլոր գործիքակազմերը եւ բոյկոտի կոչ ենք արել։ Այդ բոյկոտը կայացել է ավելի քան 60%-ով, որովհետեւ թվերը հենց դրա մասին են խոսում, ինչքան էլ իշխանությունները եւ նրանց կցված շրջանակները տարածում էին, թե իբր բոյկոտը չի կայացել, դա այդպես չէ, եւ բոյկոտի կայացման մասին է վկայում այն, որ Նիկոլ Փաշինյանը հիմա համատեղ թալանի ու հանցանքի է մղում քաղաքացիական պայմանագրի արդեն պատգամավորներին ազգային ժողովի, քանի որ ներկայացրել է օրինագիծ, համաձայն որի չվճարող քաղաքացիները 15,000 դրամով տուգանվելու են։ Իրենք նաև մեկ այլ օրինագիծ են ներկայացրել, համաձայն որի տրանսպորտի ուղևորը հավասարեցվել է այսպես կոչված տեղական վճարին։ Ինչու են այդպես արել, որովհետև Հայաստանի օրենսդրությամբ տեղական վճարները չեն կարող դառնալ հանրաքվեի առարկա։ Իսկ ինչպես հայտնի է, 7000 ստորագրություն էինք հավաքել եւ քաղաքային տրանսպորտին գնին վերաբերող այլընտրանքային նախագիծ էինք ներկայացրել եւ Մայր Հայաստանը այդ 17000 ստորագրության նախագծով տալիս էր հնարավորություն քաղաքացիներին, որպեսզի նրանք չվճարեն ավելի քան 100 դրամ, իսկ եթե 4 եւ ավելի անգամ են օգտվում տրանսպորտից, ապա գինը լիներ ավելի էժան։ Քաղաքային իշխանությունը նախ նիստի ընթացքում ավականու մերժել էր սկզբում այդ նախագիծը, իսկ հետո արդեն արհամարեց 17000 քաղաքացու ստորագրությունը եւ ճողոպրեց ավականու նիստերից նույնիսկ բովանդակային քննարկման դաշտ չմտնելով այդ թեմայով եւ մեր հաջորդ քայլը ինչպես նախապես արդեն տեղեկացրել ենք լինելու էր այն, որ մենք հավաքել ենք արդեն երևանցիների 10%-ի ստորագրությունը Արայն, որ այնտեղ գինը 65 դրամի սահմաններում է տատանվում, իրենց իսկ ներկայացրած թվերով։ Հիմա իրենք թվեր են ներկայացնում, որը օրական 200-250 հազար ուղևորահոսքի մասին է վկայում, իսկ դա խոսում այն մասին, որ ստվերը կրկին մնում է 50 եւ ավելի տոկոս։ Այս պահին մենք ուզում ենք տեղեկացնել նաեւ մեր քաղաքացիներին, որ հետևեն ազգային ժողովի քննարկումներին, մենք կոչ ենք անում ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին, որպեսզի նրանք այս հարցը նույնպես հանրայնացնեն։ Այսօր, եթե չեմ սխալվում, տեղի է ունենալու ազգային ժողովում հանձնաժողովի նիստը, համաձայն որի քննարկվելու է այդ 15000 տուգանքի եւ տեղական վճար դարձնելու հարցը, սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը օրինական բոլոր ճանապարհները փակում է սոցիալական այս կարևոր խնդիրը լուծելու համար։ Սա նշանակում է, որ հերթական սուտն ու կեղծիքն ու դեմագոգիան է բացահայտվում Նիկոլ Փաշինյանի։ Հիշում եք 18 թվականին ինքը ասում էր հայկական ագորայում կքննարկվեն հարցերը եւ որոշումներ կկայացվեն, այդ հրապարակում այդ դեմագոգիկ ելույթը որ ունենում էր, ինքը փաստացի հայկական ագորային ասում է ոչ, այսինքն հանրաքվեի ճանապարհը փակում է։ Եվ դրանով իսկ ընդունում է, որ ինքը տարեկան 25-30 միլիոն դոլարի տրանսպորտի ոլորտում միայն այդ թալանի հիմնական շահառուն է։ Երկրորդ այս թալանը հենց ինքն է որոշում կայացրել, որ պետք է կյանքի կոչվի 150 դրամով,
եւ երրորդը հունվարից իրենք արդեն ավելի լկտիանալու են, գնալու են նոր թանկացումների։ Օրինական ճանապարհները փակված են։ Սա նշանակում է, որ քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ։ Մենք քաղաքային եւ համապետական մակարդակով գտնում ենք, որ պետք է լինի իշխանափոխություն, որ օրինակ մասնավորապես այն նախագիծը, որը մենք ներկայացրել ենք, կյանքի կոչվի, այլ տարբերակներ չեն թողնում այս իշխանությունները եւ սրանով իսկ այն մարդիկ հասարակության այն հատվածը, որը կարծում էր, որ առանձին վերցրած խնդիրները կարելի է լուծել, այսպես ասած, չքաղաքականացնելով հարցը, խնդիրի իշխանափոխության մակարդակի չհասցնելով, հիմա իրենք էլ կարող են համոզվել, որ նույնիսկ այս հարցերում Նիկոլ Փաշինյանը հետ քայլ չի անում եւ միայն քաղաքական փոփոխություններով հնարավոր հասնել նաեւ այս սոցիալական խնդիրների լուծմանը։ Շնորհակալություն։ Պարոն Թևանյան, լավ մարդիկ այդ